Այսքանից հետո ես չեմ կարող խոսքը պատվով չտալ մեր պետության հենասյուներից ամենակարևորին պաշտպանության նախարարությանը։ Այժմ խոսքը տրվում է պաշտպանության նախարար պարոն Օհանյանին։ Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, մեծապատիվ հոգևոր ծառայողներ, սիրելի երիտասարդներ, նախ եւ առաջ թույլ տվեք ողջունել այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին եւ բոլոր մասնակիցներին եւ հատկապես Ալիկ Մինասյանին, ղեկավարին, որտեղ մենք մարտական եւ ծառայակից ընկերներ ենք եւ կարելի ասել այս պահին, որը վճռորոշ է հայ ժողովրդի համար, մենք նույն խնդիրն ենք կատարում, ինքը ղեկավարում է երիտասարդական ժայռ կազմակերպությունը, ես ղեկավարում եմ երևի մեր պետության ամենամեծ քանակությամբ երիտասարդական կազմակերպությունը, որը բանակ է կոչվում, եւ մեր համատեղ գործունեությամբ է, որ մենք պետք է հասնենք հաջողությունների եւ պաշտպանենք այն ձեռքբերումները, որ ունեցել ենք մեր պատմության այս վերջին 20 տարիների ընթացքում։ Գտնում եմ, որ այս 20 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել ամենակարևոր կառույցներից մեկը, դա հայոց բանակն է, որին տարիներ ի վեր փափագել ենք, որ ունենանք, եւ մեր բոլորիս ջանքերով, նաեւ երիտասարդների ջանքերով մենք կարողացանք պատերազմի թոհու բոհին, այն ժամանակ, երբ որ ազգային ազատագրական շարժում կար, Արցախյան գոյապայքարի բոլոր դժվարությունների եւ նաեւ պատերազմի դաժանություններին զուգահեռ ունենալ կանոնավոր բանակ եւ այդ կանոնավոր բանակն է, որ մարտի դաշտում կրեց հաղթանակ եւ այսօր ժողովրդի հետ միասին պաշտպանում է մեր սահմանները։ Եվ կարծում եմ, որ այսօր Արցախը, Հայաստանը սփյուռքի մեր եղբայրների աջակցությամբ մի ժայռաբեկոր է, որ երբևիցե չպետք է թույլատրվեն, որ մեր հակառակորդները կարողանան մագլցել։ Եվ եթե մագլցեն այդ ժայռերն ի վեր, ապա պետք է թույլ տանք մեր երիտասարդներին միայն ու միայն։ Մենք իշխանավորներս երբևիցե այս պահին տեսնելով այս ոգևորությունը չպետք է մոռանանք այն սկզբնական բնակիցը, այն ելման դիրքը, որից յուրաքանչյուրս ենք սկսել։ Դպրոցական տարիներ ավարտել, այնուհետև բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Այդ հավասարությունը բոլորի մեջ է եղել։ Եվ եթե մենք կորցնենք այդ ելման դիրքի հավասարության, այսպես ընկալումը, մտածմունքը, ապա մենք կարող ենք մեր աստիճանական աճելու ընթացքում յուրաքանչյուր աստիճանի մեջ ամբողջությամբ չընկալել, ամբողջությամբ կատարյալ չլինել։ Իսկ եթե աստիճանները ամուր չեն, ապա այդ աստիճանները կարող են կոտրվել եւ փլվել։ Ես ցանկանում եմ մեր երիտասարդներին, որպեսզի իրենց աստիճանական աճը իրենց կյանքի ընթացքում լինի միայն ու միայն ամուր աստիճանների եւ նաեւ խաղաղ պայմաններում։ Ես ձեզ բոլորիդ հաջողություն եմ ցանկանում։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Հենց ձեր խոսքի վրա փաստորեն ձիավորները բերում են Կիլիկյանավի մեծ դրոշակը, որի երկարությունը 10 մետր է։ Մեր հավատներն են, ստամները, ողջուն ենք հայրները, մեր փոքրիկներին։ Իրանից ապող ծաղեր, մենք ենք ու հողերը մեր, օրը բացում է ու արմացնում է, ծատի խոսքը Հայաստան։
Մենք կմիանանք, մենք կամփոփչանանք, կգտնենք մի օր լրիվ դառնալու հնարն անհնար։ Միջոցառումը կազմակերպվել է ժայռականների ջանքերով։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և աջակիցներին, հարգանքներով ժայռ համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպություն։